Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 4-ի լուսնի միացումներն են։ Իսկ վաղը մենք ունենք շատ լարված միացումներ բոլորի հետ, այնպես որ չեմ ուզում առանձին մանրացնեմ, պետք է հասկանալ, որ ոչինչ պետք չի անել այդ օրը։ Բացարձակապես ոչինչ։ Եթե հնարավոր է մի ճանապարհորդեք, եթե հնարավոր է դեղեր մի օգտագործեք, եթե նմանատիպ հնարավորություն կա, հատկապես դեղերը այստեղ Նեպտունի հետ էլ ունի միացում։ Դեղեր մի օգտագործեք կամ քիչ ավելի, քան իրենք տվել են այդ գրամները, որ այսքան պետք է խմեք։ Համենայն դեպս այստեղ նաև չի կարելի գնալ որը ստուգումների, այնտեղ ճառագայթներ մի ընդունակ, մի խոսքով։ Ամեն ինչը այդ օրը շատ վտանգավոր է։ Ճիշտ է, միացումները լինելու են երեկոյան ժամերին, բայց նաև այստեղ ունենք միացում առավոտյան չէ, ցերեկը ժամը 14:30-ից ամենավատը դա է սկսում։ Իսկ ունենք ժամը 15-ից մինչև 21:00 լավ միացում, բայց դա ուրանի հետ է։ Դա էլեկտրականությանն է վերաբերվում, դա ինչ-որ անսպասելի որոշ երևույթների հետ է դրանց հետ է կապված, ոչ թե ինչ-որ հետազոտական, գիտահետազոտական եւ այլն այդ ինչ-որ նյութերի հետ, բայց նաև այդ ընթացքում մենք ունենք լարված միացում Վեներայի հետ, որ մարդիկ էլի այսպես կսկսեն իրար չսիրել, իրար ատել, կողակիցը կարող է սառը լինել, եւ այլն։ Մարդիկ իրար վիրավորեն, հատկապես երեկոյան ժամերին ընտանիքի անդամները մեկը մյուսին։ Լրջություն է հարկավոր, որտեղ այստեղ ունենք նաև լարված միացում Սատուրնի հետ, կարգ ու կանոն պետք է պահպանել եւ մտքերում, եւ ուղեղում, ամենուր, եւ դարակներում, եւ ձեր կյանքում, որովհետեւ Սատուրնը արդեն անցել է, մտել է խոյ նշան եւ այս պահը, երբ որ ոչ մոլորակ գտնվում է 0 աստիճան, մինչև 3 աստիճան, իրենք շատ հզոր են եւ այդ անցումը մենք բոլորը շատ հզոր ենք զգում, շատ ուժեղ ենք զգում։ Տեսնում եք ինչեր է կատարվում աշխարհիս երեսին։ Սատուրնը խոյում չի կարողանում կառավարի խոյին եւ խոյը պատերազմի մոլորակն է եւ բոլորը մտել են այդտեղ, այնպես որ ամեն ինչ շատ դժվար կլինի։ Մարդը գոնե ինքը իրեն պետք է կարողանա կառավարի, հետո արդեն դիմացինին հեշտ կլինի։ Երևի թե այսքանը, որովհետեւ չեմ կարող ես այդքանը մանրացնել, ունենք 4 լարված միացում, 1 լավ միացում ընդհանրապես։ Ուրիշ ոչինչ։ Եթե ինչ-որ գործեր եք անում, որոնք կապված են էլեկտրականության հետ կամ մեքենաների, հեռախոսների, եթե օրինակ սարքում եք նման գործեր եք անում, ապա ձեզ համար լավ կլինի։ Գուցե մարդկանց հեռախոսները փչանա, որովհետև հետադարձ է Մերկուրին, փչանա եւ բերեն, որ դուք սարքեք այդ ժամերին, ձեզ համար շատ լավ է։ Իսկ այնտեղ ես մեկնաբանություն կարդացի, կարող եմ տեխնիկա գնել թե ոչ, իհարկե ոչ։ Ես այդքան խոսում եմ այդ մասին, չի կարելի, չգիտեմ, չեք լսում երևի։ Ուղղակի չեք լսում։ Որ լսեք, ինձ թվում է կհասկանաք, որ չի կարելի։ Ես շեշտում եմ, որ չի կարելի գնել։ Այսքանը երևի, ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու։ Դե երբ որ շատ է լինում միացումները, այդքան խոսելը անհնարին է։ Ուղղակի պետք է հասկանալ, որ եթե լարված միացում է, ապա դա նշանակում է, որ այդքան էլ չի կարելի այս կամ այն գործողություններն անել։ Եվ վիրահատությունները, որ գրում եք արդեն բժիշկը նշանակել է օր, եթե չի կարելի նշանակել է օր, ուրեմն ինչ որ մի բան է կատարվում այնտեղ։ Եթե օրինակ աչքի բժիշկ է այդտեղ գրել եք աչքի բժիշկ է, ապա կգնաք ոչ թե 1 անգամ, այլ 10 անգամ։ Գնացեք, եթե քիթ պետքա վիրահատեք, արդեն գրանցվել եք, ոչինչ չեք կարող անել, այդ քիթը 10 անգամ կվիրահատեք, կդառնաք Մայքլ Ջեքսոնը։ Ոչ ոք, հետո ոչ ոքին մի մեղադրեք, ոչ մի բժշկի, ոչ էլ ձեզ։ Մեղադրեք նրան, որ դուք չլսեցիք, որովհետև երկնքում էներգիաները դուք ապրում եք տիեզերքում, եւ այդ տիեզերքի էներգիան թույլ չի տալիս, որ դուք այդ օրը վիրահատություն անեք, որովհետև կվնասեք ձեզ, կվնասեք ձեր օրգանիզմը եւ չեք կարողանա հետո արդեն կարգի բերել։ Ես եւս մեկին էլ ասեցի, որ մի արա քիթդ օպերացիա Վեներան էր դեռ հետադարձ։ Նա, չգիտեմ հիմա 3-րդ անգամ է արել, թե չէ, բայց ես իմացա, որ 2-րդ անգամ էր պատրաստվում անել, որովհետև սխալ էին արել։ Ինչ որ մի բան այնպես չեն անի։ Հասկանում եք, ձեր առողջության համար եմ ես ասում, ինձ համար չեմ ասում։ Եթե ուզում եք գնացեք արեք, ուղղակի ինձ մի գրեք։ Լավ։
Այսքանը լավ եղեք, Աստված բոլորիդ հետ։ Եղեք բարի, ամենակարևորը։ Լավ եղեք։